Բարև ձեզ։ Շողակաթ հեռուստաընկերության եթերում տաղավարում շարքի հերթական հաղորդումն է եւ մենք Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Մատենադարանի եւ հրատարակչական բաժնի տնօրեն Տեր Արարատ Քահանա Պողոսյանի հետ շարունակում ենք քննարկել մեր արվեստի, մշակույթի եւ եկեղեցու հարաբերություններին վերաբերող տարբեր թեմաներ։ Տեր Արարատ, այսօր պայմանավորվել ենք խոսելու մի ցավալի իրողության կորսված Լեհայի համայնքի մասին, բայց սկսենք այդտեղից, թե երբ է առասարակ ձևավորվել Լեհայոց համայնքը։ Ընդհանրապես հայկական գաղթօջախներ վաղուց ձևավորվել էին միջնադարում եւ մասնավորապես եթե գանք մեր խնդրո առարկա գաղութին, պետք է ասել, որ հիմնական պաշտոնական ձևավորման դարաշրջանը 14-րդ դարաշրջանն է համարվում, 14-րդ դարի կեսերը։ Սակայն, ինչպես գիտենք, արդեն Անի թագավորության անկումը, հետագայում Հայաստանում մեծ հայքում տեղի ունեցող արշավանքները, սոցիալ-տնտեսական քաղաքական պայմանները, անբարենպաստ պայմաններ են ստեղծում, որպեսզի մեծ թափով արտագաղթ տեղի ունենար։ Ահա այս շրջանում էր հատկապես նաև Անի թագավորության կործանումից հետո, որ որոշակի հայկական զանգվածներ նաև գաղթեցին Հայաստանից դուրս եւ հաստատվեցին Լեհաստանի եւ Հարակից արդեն Ռուսաստան, հետո այնտեղից դա Բալկաններ, արդեն կային որոշակի համայնքներ եւ այս անբարենպաստ պայմանները նաեւ այդ համայնքները ավելի ստվար դարձրին եւ կարող ենք ասել, որ Լեհահայոց գաղութի պաշտոնական հիմնադրումից արդեն մի քանի դար առաջ 11-ից մինչև 14-րդ դարերը այս համայնքները բուն Լեհաստանի տարածքում եւ նրան հարևան երկրների եւ իշխանությունների տարածքում արդեն իսկ ձևավորված էր հայկական գաղթօջախ, որը փորձում էր կազմավորվել եւ իր ներքին կյանքը կազմակերպել հայոց եկեղեցու կարգու կանոնի համաձայն։ Իրադարձությունները, որի մասին խոսելու ենք, արդեն հասնում են 18-րդ դար, բայց մինչ այդ ասենք թե ինչ կարգավիճակ ուներ հայ համայնքը, ինչ արտոնություններ է ստացել թագավորից, Լեհաստանի եւ ինչ օրենսգիրք նաեւ իրավական, ստատուս ուներ կարգավիճակը։ Անշուշտ մեր հայկական գաղթօջախները որևէ երկրի տարածքում, միջնադարում եւ այնուհետեւ նույնիսկ մեր օրերում, որտեղ որ լինում են, արագ փորձում են տեղայնացվել այդ հասարակությանը, այդ պետությանը եւ այդ օրենքներին։ Ինչը սակայն չի խանգարում, որպեսզի մեր համայնքները, գաղթօջախները կարողանային ստեղծել նաև ներքին պայմաններ, կառուցակարգեր, պահպանելու հայկական ինքնությունը, կրոնը եւ մշակույթը։ Այդպիսին էր նաև Լեհահայոց գաղթօջախը, որը 14-րդ դարի կեսերին, ինչպես նշեցինք, արդեն իսկ Լեհաստանի թագավորի կողմից պաշտոնական գրանցում ստացավ եւ այսպես թագավորական հրովարտակով ճանաչվեց Լեհահայոց համայնքը որպես ինքնուրույն համայնք, ազգային փոքրամասնություն, նրանց տրվեց իրավունք հաստատելու առաջնորդարան եւ նշանակվեց արդեն ճանաչվեց ավելի շուտ ճանաչվեց առաջնորդը որպես ազգային փոքրամասնության ներկայացուցիչ եւ սկսվեց կազմակերպվել Լեհահայոց գաղթօջախի կյանքը այնպես, ինչպես կարծես թե երկրորդ հայրենիքում։ Նրանք ունեին բազմաթիվ արտոնություններ պետության կողմից տրված, դրանք վերաբերում էին հասարակական կյանքին, դրանք վերաբերում էին մշակութային կյանքին, դրանք վերաբերում էին կրոնական կյանքին։ Անշուշտ համայնքը համախմբված էր հայ առաքելական եկեղեցու շուրջ եւ ապրում էր հայ առաքելական եկեղեցու կանոններով։ Հայտնի է, որ 1500-ական թվականներին նույնիսկ Մխիթար Գոշի դատաստանագիրքը թարգմանվեց լեհերեն, անշուշտ նրանց հասկանալի դարձնելու նպատակով եւ որոշակի փոքրինչ այսպես տեղայնացնելով հարմարացնելով իրենց նոր պայմաններին, այն պետության կողմից ընդունվեց որպես հայկական համայնքի կառավարման մի օրենսգիրք, որը նաև շատ հայտնի դարձավ հետագայում, իսկ այս օրենսգիրքը եւ ընդհանրապես նրան առնչվող գիտական հարցերը
մեծ ուշադրություն գրավեցին հատկապես հենց լեհահայերի Լեհաստանի գիտնականների կողմից եւ դարձան ուսումնասիրության թեմա հատկապես 18-րդ դարի վերջին եւ 19-րդ դարի ողջ ընթացքին այսինքն լեհահայոց գաղութը անկախ այդ օրերին իր ունեցած վիճակից մեծ հետաքրքրություն էր ներկայացնում ոչ միայն հայագետների, այլ նաև այն մարդկանց համար, ովքեր զբաղվում էին Լեհաստանի պատմությամբ, Լեհաստանի մշակույթով, հասարակական կյանքի պատմությամբ, որովհետև ինչպես նշեցինք, լեհահայերը մեծ դեր են ունեցել ոչ միայն իրենց ներքին կյանքը կազմակերպելու, իրենց կյանքում հայկական մշակույթը, արվեստը, հավատքը ծաղկեցնելու, հայկական ինքնությունը պահպանելու այլ նաև նրանք մեծ դեր են ունեցել Լեհաստանի պատմության մեջ որպես պետություն, այո, նրանք հայկական համայնքը հազարավոր զինվորներով նույնիսկ մասնակցել է Լեհաստանի անկախության կամ պաշտպանության համար մղվող տարբեր նշանավոր ճակատամարտերի։ Լեհահայերը Լեհաստանի կյանքում հայտնեն իրենց մշակութային գործունեությամբ, ունենք լեհահայեր, ովքեր հայտնեն իրենց հասարակական գործունեությամբ, գիտության մեջ, բայց անշուշտ լեհահայոց պատմությունը ընթերցելիս, ծանոթանալիս առավել շատ այսպես Լեհաստանի պատմության մեջ կարևորվում է այն հայերի դերը, ովքեր զբաղվել են դիվանագիտական գործունեությամբ եւ կատարել են Լեհաստանի տարբեր թագավորների հանձնարարությունները, քանի որ հայերը կարողանում էին բավականին լավ դիվանագիտական այսպես գործունեություն ծավալել, լավ տիրապետում էին մի քանի արևելյան եւ եվրոպական լեզուների եւ ճանաչում էին հատկապես արևելյան ժողովուրդների մշակույթը, նրանց մտածելակերպը, հավատքը, Լեհաստանի թագավորները հաճախ շատ կարևոր առաքելություններով դիվանագիտական խմբեր էին կազմում եւ նրանց առաջնորդներ նշանակում էին հայերին, որոնք հաջողված բանակցություններ են վարել եւ Օսմանյան կայսրության սուլթանների հետ եւ պարսկական շահերի հետ եւ այսպիսով կարողացել են բարենպաստ պայմաններ ստեղծել Լեհաստանի պետության համար։ Դեր հայր, ես թատրոնի պատմությունից գիտեմ, որ Լվովում, որն այն ժամանակա կենտրոնն էր հայության Լեհաստանում, այսինքն Լվովը արևմտյան Ուկրաինա չէր, այլ Լեհաստանը, Լեհաստանի տարածքում էր, այնտեղ հիմնադրում են թատրոն անգամ, բայց այս ամեն ինչը թողնենք մի կողմ, ուրեմն 17-րդ դարի սկզբից, սկսեց խաթարվել ամեն ինչ 17-րդ դարի սկզբից, երբ կաթոլիկ եկեղեցին կատաղի արշավ սկսեց հայ առաքելական եկեղեցու դեմ, ես ուզում եմ հասկանալ, թե այդտեղ անհատի դերը, անհատի բացասական դերը ինչքանով էր։ Թեմի առաջնորդ նշանակվեց Նիկոլ Թորոսիչը, հա, ընդամենը 23-ամյա, եւ կարծես թե ամեն ինչ արեց, որպեսզի համայնքը քայքայվի։ Այստեղ անհատն է ավելի շատ մեղավոր, թե նաեւ հանրությունը։ Գիտեք, ես չէի որակի, որ կաթոլիկ եկեղեցին կատաղի պայքար մղեց հայ առաքելական եկեղեցու լեհայոց գաղութը այսպես լատինականացնելու կամ կաթոլիկացնելու, այլ դա պայմանավորված էր այդ օրերին պապական իշխանության վարած քաղաքականությամբ։ Սուրբ Աթոռը այդ դարաշրջանում պրոպագանդայի, այսինքն հավատի տարածման հանձնաժողովի կողմից ծրագիր ուներ կաթոլիկությունը քարոզել ողջ արևելքում, այդ թվում նաև Հայաստանում, բայց այդ քարոզչությունը չէր վերաբերում միայն արևելքին, այլ կաթոլիկ այսպես ասենք կաթոլիկացման գործընթացը վերաբերելի էր եւ արևմուտքին եւ արևելքին։ Պապական իշխանությունը տարանջատում ըստ էության մեծ չէր դնում կաթոլիկ քարոզչությունը, դավանանքը, հավատքը տարածել միայն արևելքում, այսպես անուշադրության մատնելով արևմուտքը եւ հակառակը։ Այս իմաստով ամեն ինչ տեղի էր ունենում ըստ այդ օրերի Սուրբ Աթոռի Վատիկանի հավատի տարածման քաղաքականություն էր, որ իրականացնում է եւ ցավոք սրտի լեհահայոց համայնքը տրվեց այդ օգնեց ավելի ճիշտ իրենց հասնելու նրանց նպատակին, ինչպես դա տեղի ունեցավ, անշուշտ լեհայոց համայնքը, ինչպես նշեցինք, արդեն իսկ պետության կողմից ճանաչված էր որպես էջմիածնապատկան
ամենայն հայոց կաթողիկոսների ենթակա առաջնորդներով համայնք եւ կապը մշտապես պահպանվում էր Սուրբ Էջմիածնի հետ։ Ահա մենք տեսնում ենք, որ 17-րդ դարը ընդհանրապես հայոց եկեղեցու համար դարասկիզբը բավականին այսպես օրհասական էր եւ սոցիալ-տնտեսական եւ քաղաքական եւ մշակութային առումով բավականին ծանր վիճակում էր հայտնվել Հայաստանը եւ բնականաբար առաջին հարվածներն էլ ուղղված էին Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դեմ։ Այս իրավիճակում, ինչպես նշեցիք, անհատները կարևոր դեր էին խաղում։ Ասել, որ այդ օրերին 17-րդ դարասկզբին հայոց եկեղեցին առաջնորդում էին այնպիսի հայոց կաթողիկոսներ, ովքեր պատրաստ էին ընդունելու այդ մարտահրավերները եւ հաղթահարելու, պատմությունը ցույց տվեց, որ այդպես չէ։ Այդ օրերին հայոց կաթողիկոսներ Դավիթ 4-րդ վաղաշապատեցին, որը խուսափելու համար պարսկական իշխանությունների հետևողական հալածանքներից անընդհատ տեղափոխվում էր այս կողմից այն կողմ։ Նույնիսկ Շահ Աբասի բռնագաղթի ժամանակ նա ստիպված եղավ նաև բռնագաղթվածների հետ գնալ դեպի Պարսկաստան, ապա նաև վերադառնալ։ Մելքիսեդեկ Գառնեցին չեղավ այն կաթողիկոսը, որը պետք է օգներ դուրս գալու ճգնաժամից, այլ ինչպես վկայում է Առաքել Դավրիժեցին, նա իր դրամասիրությամբ, շահասիրությամբ ավելի խորացրեց այդ վիճակը եւ ահա նա մի օր հայտնվում է Լեհաստանում եւ ժողովրդից եկեղեցուց գաղտնի երեկոյան, այսպես մի ժամի, եկեղեցու դուռը փակ վիճակում մի երիտասարդ հոգևորականի, որը արդեն ուներ այսպես կաթոլիկամետ ցկտումներ եւ այսպես այդ դավանանքի նկատմամբ հակումներ, գաղտնի կերպով, ոչ ընդունելի կերպով ձեռնադրում է եպիսկոպոս։ Եվ այդ 22-23-ամյա երիտասարդը, որը հավակնոտ այսպես գործիչ էր, սկիզբ դրեց լեհահայոց այդ հզոր համայնքի կաթոլիկացմանը։ Անշուշտ իր օրոք չեղավ, դա եղավ մի քանի տասնամյակ անց, որովհետև նույնիսկ իր օրոք շարունակում էին կապը պահել Սուրբ Էջմիածնի դեմ, բայց այլևս կաթոլիկ եկեղեցին տեսնելով, որ լեհահայոց համայնքում կա պարարտ հող, կողմնակիցներ ունի, այո, ամբողջ Լեհաստանի իշխանությունները օգնում էին նրանց այս հարցում, մենք չմոռանանք, որ Լեհաստանը ինքը այսպես բավականին ուժեղ պետություն էր նախ, որը կարողանում էր դիմագրավել եւ Պարսկաստանին եւ Թուրքիային, Օսմանյան Թուրքիային։ Ահա տեսնում ենք, որ այս իշխանները թեև հայ ժողովրդին տվել էին արտոնություններ, բայց երբեք իրենք չէին կարող չերազել, որ այդ հայերը լինեին կաթոլիկ հայեր։ Եվ անշուշտ Նիկոլ Թորոսովիչին եւ նրա հաջորդներին օգնում էին, որպեսզի այս Վարդան Հունանյան, հա, Վարդան Հունանյանի օրոք կարծես թե արդեն վերջակետը դրվեց, պաշտոնապես խզվեց կապը Սուրբ Էջմիածնի եւ Լեհահայոց համայնքի միջև եւ նրանք սկսեցին ենթարկվել արդեն լատին եպիսկոպոսին։ Այսպիսով կտրվեց կապը։ Դա ողբերգական հետևանքներ ունեցավ Լեհահայոց գաղութի հետագա պատմության համար։ Այո, հենց այս փաստով սկսվեց, հենց դրանից հետո սկսեց քայքայվել համայնքը, այսինքն ձուլումը լեերի հետ, ուծացումը։ Հենց այդ իմաստով Տեր հայր մենք այսօր խոսում ենք այդ մասին, որպեսզի պատմենք, նկարագրենք, բացահայտենք, թե ինչքան կարևոր է ազգային ինքնության պահպանման գործում հավատի եւ եկեղեցու դերը։ Անշուշտ դա կարևոր է, բայց պետք է արժանին ասել, որ կաթոլիկ հայերն էլ ամեն կերպ պայքարում էին պահելու հայկական ինքնությունը, անշուշտ նրանք կաթոլիկ էին, այլևս պետության աջակցությամբ, այսպես հովանավորությամբ համայնքը կտրել էր իր կապը Սուրբ Էջմիածնի հետ եւ կաթոլիկ եկեղեցին էր ղեկավարում կամ առաջնորդում հայկական համայնքը, բայց նրանք էլ էին հարվածների տակ, որովհետեւ նույնիսկ կաթոլիկ հայերը ճնշումների ներքո էին, որպեսզի կաթոլիկ համայնքը լատինականացվեր։ Եվ նրանք էլ պայքարել էին։ Ինչ է նշանակում կաթոլիկ համայնքը։ Նայեք, մենք ունենք եկեղեցաբանության մեջ մենք ունենք այսպիսի տարանջատում, երբ ասում ենք կաթոլիկ հայեր, հատկապես եթե խոսենք Մխիթարյանների մասին կամ հայ կաթողիկեի մասին,
եկեղեցու, նրանք որոշակի պահպանել են շատ որոշակի պահպանել են իրենց հայկական ինքնությունը, բայց երբ որ այդ եկեղեցին կամ որևէ կաթոլիկ հայ այլևս լատինական ծեսն է ընդունում, այսինքն սկսում է ծիսակատարություններ անել ոչ թե ասենք հայկական ժամագրքերով, հայկական խորհրդատետրով, այլ անում է լատինական ծեսով, այլևս ոչ միայն կապը կտրում է հայ առաքելական եկեղեցու հետ, որովհետև կաթոլիկ է, այլ նաև կտրում է կապը հայկական ինքնության հետ։ Դրա համար հայ կաթոլիկների եւ լատինացված հայերի միջև բավականին շատ տարբերություն կա։ Հայ կաթոլիկները պայքարում են եւ փորձում են պահել իրենց հայկական ինքնությունը, թեև դա իրենց համար շատ դժվար է։ Դժվար է եւ դժվար է լինելու, որովհետեւ հայ կաթոլիկությունից դեպի լատինացում բավական այսպես զգայուն եւ բարակ պատնեշ է խանգարում, որպեսզի այդ անցումը տեղի ունենա։ Եվ իրենք որոշակի տասնամյակներ, նույնիսկ դարեր փորձել են պայքարել այդ սպիտակ ջարդի ուծացման, ազգային ինքնության կորստի հետ, բայց ի վերջո մենք տեսնում ենք, որ դա նրանց չի հաջողվել։ Այն գաղթօջախները, որտեղ գերիշխող է եղել կաթոլիկությունը հայկական համայնքում, մենք տեսնում ենք, որ դրանք գնացել են դեպի ուծացման, ձուլման եւ ինքնության կորստի։ Մենք տեսնում ենք, որ արդեն 18-19, հատկապես 20-րդ դարում հայկական ինքնության գիտակցումը ունեցող հայերի թվաքանակը խիստ սահմանափակվել էր։ Այսինքն համայնք որպես այդպեսին այլևս կաթոլիկ եկեղեցին, հայ կաթոլիկ եկեղեցին կար մինչև 1930-ական թվականները այն եղել է։ Անշուշտ առաջին աշխարհամարտից, երկրորդ աշխարհամարտից հետո իրենց վիճակն էլ բավականին վատթարագույն այսպես վիճակում էր, բայց 20-րդ դարի կեսերին այսպես Վատիկանի վարած քաղաքականության նրանց հովանավորության արդյունքում իրենք Լեհաստանում բացեցին երկու թեմ։ Սկզբում կարծեմ թե հարավայինը Լեհաստանի հայ կաթոլիկ եկեղեցու հարավային թեմը, ապա որոշ ժամանակ անց նաև հյուսիսային թեմը։ Եվ այսօր էլ հայ կաթոլիկ եկեղեցին Լեհաստանում բավականին կազմակերպված եկեղեցի է ներկայացնում եւ այսպես ասենք հայ կաթոլիկ թեմերը ունի իր հոտը, հա, ունեն իրենց մշակույթը։ Այսինքն ազգային գիտակցություն ունեցող մտածում են, որ հայ են, այո, իհարկե կա, ասեմ ավելին, ուրախություն ամենքից վերջին 2 տասնամյակներում Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի անմիջական նախաձեռնությամբ հետևողական ջանքերի շնորհիվ նաև վերականգնվել է լեհայոց հոգևոր հովությունը, որը անշուշտ նաև ենթակա է Մայրաթոր Սուրբ Էջմիածնին եւ մենք մշտապես ունենք այնտեղ հոգևոր հովիվ, որը իր շուրջ համախմբել է եւ տեղի հայկական ինքնագիտակցություն ունեցող ինքնությանը հավատարիմ մնացած հայությանը եւ նաեւ վերջին 30 թվականներին արտագաղթած եւ տարբեր երկրներից Լեհաստանում հայտնված հայերին եւ ոչ միայն համախմբված են նրանք եկեղեցու շուրջ ծիսակատարությունների համար, այլ նաեւ այս համախմբումը իրենից ենթադրում է մշակութային, հասարակական, կրթական, գիտական հաստատությունների կամ նորերի ստեղծումը, կամ արդեն եղածներին ավանդական բնույթ հաղորդելը։ Եվ այս առումով մենք կարող ենք ասել, որ այսօր էլ Լեհայոց համայնքը բավականին ակտիվ է եւ հուսամ, որ ապագայում այդ փառավոր գաղթօջախը կարողանա այսպես հասնել այն բարձունքներին, որին ժամանակին մինչև 17-րդ դարի կեսերի ողբերգական իրենց համար ողբերգական այդ իրադարձությունները տեղի ունեցան։ Անշուշտ հիմա այլևս չկա այդ ճնշումները, այսօրվա կրոնի ազատությունը, այսօրվա միջեկեղեցական հարաբերությունները, միջկրոնական հարաբերությունները թույլ են տալիս մտածելու, որ ոչ շատ հեռու ապագայում իսկապես ոչ միայն կլինի
լեհայոց հոգևոր հովություն ենթակա Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, այլ նաև միգուցե հասունանապահ, որպեսզի Լեհաստանը առանձին թեմ հռչակվի եւ ամենայն հայոց կաթողիկոսությունը վերականգնի պատմականորեն իրեն ենթակա աշխարհագրական այդ տարածքում իր ավանդական համայնքը եւ անշուշտ այն կարող է իր նպաստը բերել եւ մեր եկեղեցու պայծառացմանը եւ մեր հայրենիքի պայծառացմանը եւ իհարկե անշուշտ նաեւ Լեհաստանի պետության եւ ժողովրդի կյանքում իր նպաստը ինչպես դարերի ընթացքում է ունեցել, դրանից հետո կարող է ավելիով իր ներդրումը ունենալ նրանց կյանքում։ Տեր հայր, լավ, վերջին հարցն է ես տալիս, ինչ դասեր պիտի քաղենք այս պատմությունից։ Որն է սրա հիմնական, այսպես ասած, դասը, որ մենք պիտի յուրացնենք։ Համախմբվել հայ առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ, հավատանի մեր հայրերի կողմից մեզ ավանդված հավատքին, դավանանքին, վստահել հայ առաքելական եկեղեցուն, որը պատմության մեջ այլևս բռնել է քնություն, որ ինքը կարող է հայ ժողովրդի ինքնությունը անաղարտ կերպով պահել, պահպանել, զտել եւ փոխանցել հաջորդ սերունդներին ավելի անաղարտ հայկական ինքնություն։ Երբ հեռանում ենք այս աղբյուրից, երբ մեր հավատքը կարողանում ենք դավանանքը, հավատքը փոխում ենք մեկ այլով, պատմությունը ցույց է տալիս, որ մենք ենթարկվում ենք սպիտակ եղեռնի ձուլման, ուծացման, մշակույթի կորստի եւ ի վերջո մեր ազգային ինքնության կորստի։ Շնորհակալ եմ Տեր հայր։ Իսկ մենք շարունակենք տաղավարի եթերում քննարկել հայ եկեղեցու եւ հայոց պատմության, հայ մշակույթի եւ գիտության հարաբերությունները։